Գաստրոենտերոլոգիական մի շարք հիվանդություններ, որոնց ժամանակ զարգանում է քրոնիկական անեմիա, խոցային եւ էրոզիվ ախտահարումներ։ Սա վերաբերում է թե ստամոքսին, թե 12 մատնյա աղուն, բարակ աղիներին կամ հաստ աղուն, երբ որ էրոզիաների եւ խոցերի պատճառով պացիենտը օրական 1, 2, 3 կաթիլ արյունահոսելով կարող է ուրեմն ունենալ քրոնիկական անեմիա։ Ցելիակիա կամ աուտոիմուն գաստրիտ։ Սրանք հիվանդություններ են, որոնց ժամանակ երկաթի եւ վիտամին B12-ի ներծծումը խանգարվում է, արդյունքում էլի զարգանում է քրոնիկական անեմիա։ Պոլիպներ, հատկապես հաստաղիքում, որոնք էլի դանդաղ արյունահոսելով կարող են բերել քրոնիկական անեմիայի։ Սննդային այնպիսի խանգարումներ, ախորժակի այնպիսի խանգարումներ, որոնց ժամանակ նորմալ չսնվելով եւ երկաթի հավերը որպես լրացում հավելում չօգտագործելով պացիենտի մոտ զարգանում է քրոնիկական անեմիա։ Պարզապես իմացեք։